Ձեզ ենք ներկայացնում այսօրվա մամուլի հրապարակումները մեկ տողով հրապարակ թերթը գրում է Ռուբեն Ռուբինյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացն արագացնելու փորձերն առայժմ ոչ մի հան չեն հասնում։ Փաշինյանն արձագանքել է, որ եթե Թուրքիան չբացի սահմանները, ապա Տրեմփ նախագծի շահութաբերությունը եւ իմաստը կասկածի տակ կդրվեն։ Փաշինյանն անձամբ կխնդրի Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքին այդ տեղեկությունը փոխանցել Թրամփին, որպեսզի նա ճնշում գործադրի Էրդողանի վրա։ Ժողովուրդ թերթը գրում է իշխող կպում կարծես մրցավազք է սկսվել, ով ավելի կտրուկ կքննադատի ընդդիմությանը եւ այդպիսով տեղ կապահովի ընտրացուցակում։ Պատգամավորներ կան, որ իրենց անցյալի արարքները մոռացած այլոց են մեղադրում տարբեր հանցանքների համար։ Նրանցից մեկն Արփի Դավոյանն է։ Իսկ ինչ ունեցվածք ուներ եւ այժմ ինչ ունեցվածք ունի Արփի Դավոյանը։ 2020 թվականին Արփի Դավոյանը բնակարան է ձեռք բերել։ 2021 թվականին 2.5 միլիոն դրամով Hyundai Magnishի ավտոմեքենա է գնել եւ այլն։ Հեղափոխության ժամանակ աղունիկ թռցնելուց հետո Դավոյանի կենսամակարդակն էլ է թրիշկաձև աճել, դրա համար ուզում է կրկին պատգամավոր դառնալ։ Հրապարակ թերթը գրում է կպում կատակում են, ով գրել գիտի պատգամավորի տեխնացվի դիմում է գրել 380 մարդ է առաջադրվել 40-ը անկուսակցական։ Եթե ինքնավնասումով բանակից ազատված սեպտեմբեր ասող Նարեկ Գրիգորյանը մարտի 1-ի Զոհի քույրը Անուշ Քլոյանը կարող են պատգամավոր լինել, ով ասես կարող է։ Իդեպ առաջադրվել է անգամ Քլոյանի օգնականը, ինչից անգամ կպականներն են տարակուսած։ Հրապարակ թերթը գրում է Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է մի խումբ աջակիցների հետ, փակ ֆորմատով հանդիպումից մի կարճ համր տեսանյութ են տարածել, մի քանիսը լուսանկարներ են տեղադրել, սակայն քննարկման բովանդակության մասին ոչ մի խոսք։ Ներկաներից մեկը պատմեց, որ ամենատպավորիչ հատվածը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչած հարցն է եղել. եթե իշխանության գաք Սերժ Սարգսյանին պատասխանատվության կենթարկեք ձեր նկատմամբ բացասական տրամադրություններ գեներացնելու համար։ Քոչարյանը մոտավորապես ասել է, որ այդ էջն ինքը վաղուց փակել է իր համար։ Ժողովուրդ թերթը գրում է իշխող թիմում ներքին անհանգստություն է տիրում, կաթողիկոսի հեռացման թեման չի հանգուցալուծվում, ինչպես պլանավորված էր, այն որ իշխանությունները չեն պատրաստվում հանդուրժել կաթողիկոսին միանշանակ է թիմում։ Նպատակն է կաթողիկոսին հեռացնել մինչև ամանոր, որպեսզի նա անգամ ավանդական ուղերձը չկարողանա հաղել։